Աստծո խոսքն պիտի կարդանք Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 14-15 համարները։ Վասնզի Քրիստոսի սերը մեզ գստիպե, քանզի մեր թադումը այս է, որ եթե մեկը ամենուն համար մեռավ, ուրեմն ամենն ալ մեռան, եւ ամենուն համար մեռավ, որբեսի գենտանի եղողները ալ իրենց անձերուն գենտանի չլան, հաբա անոր, որ իրենց համար մեռավ եւ հարություն արավ։ Այդ Հիսուսը, որ հարություն արավ, մեռավ, հիմա հոս մեր մեջ է եւ Աստծո խոսքը գսե, մենք զինք անչափ պետք է սիրենք, որ այդ սերը մեզ ստիպե ժողովության, խոնարհության, համբերության, ծառայության, ամեն տեսակ մեր ամբողջ կյանքին վարմունքի մեջը Քրիստոսի սերը պետք է մեզ ստիպե։ Ադոր համար այս երիկվա վերնակիրը գրնանք ասել Քրիստոսի սիրույն զորությունը։ Որ չափ կսիրենք, անկան մեր աչքին չերը վար, եթե քիչմը նեղություն քաշենք, եթե քիչմը հալածվենք, եթե քիչմը սխալ հասկացվենք, եթե քիչմը մարդիկ մեր իրավունքները գործեն, կամ մեզի նախադեն, կամ ծաղրեն, մինչև մեզ գախաղան հանեն, դակավին քիչ է Քրիստոսի սերը մեզ գստիպե։ Աստված մեղավորը փրկել են ետքը, երբ որ գուզե նաև որ անիգա ճշմարիտ քրիստոնյայի կյանք ապրի, այսինքն սուրբ կյանք, սուրբ եղեք, ինչպես ես սուրբ եմ։ Մարդու միտքեն չի պիտի անցնել երբեք, ասել որ ես օրը անանք պիտի ապրիմ, որ Աստուծո պես սուրբ պիտի լամ։ Բայց Աստված երբ որ այդ սերը մեզի գուտա, հավիտենական կյանքը գուտա, նաև ինքը գսե, ինձի պես դուգալ սուրբ եղեք։ Սուրբ լալ, Աստուծո հաճելի լալ, որովհետև Հիսուս որպես փրկիչ իր կյանքը մեզի համար տվավ եւ պետք է փրկիչ հարուցյալ ապրող գենտանի Հիսուսը ամեն մեկ հավատացյալի կյանքի մեջ, վարմունքի մեջ, դունի մեջ, գործի մեջ, օդար երկրի մեջ, առանցնության մեջ, ինչ վիճակ որ լա, պետք է այդ բոլորի մեջը Քրիստոսի կյանքը երևնա։ Մարդիկ մեզի նայելով գիտնան, որ մենք իրավ փոխված ենք, իրավ մենք ճշմարիտ հավատացյալ ենք, իրավ Քրիստոսը կսիրենք, իրավ Աստծո սերը մեր մեջ կպնագի, իրավ սրբության ետևե ենք Աստուծո տված շնորհքին չափովը։ Գարտակ մի քանի համարներ, առաջին Պետրոս 2-րդ գլուխեն 18-25 համարները։ Ծառաները ամեն բանի մեջ վախով վնասան տնան իրենց դերերուն, ոչ թե միայն բարերարներուն եւ հեզերուն, հաբա ժանդապարոներուն ալ։ Քանզի այս շնորհք մնե, եթե մեկը առ Աստված ունեցած խղճբդանքովը անիրավ դերը գրած վիշտերուն համբերելու ըլլա։ Վասնզի ինչ քովություն գլա ցեզի, եթե մեղ կործելով ձեծվիկ եւ համբերեք, ապա եթե բարիք կործելով չարչարվիկ եւ համբերեք, ասիկ Աստուծոկով շնորհք մնե։ Քանզի դուք այս բանին համար գանչվեցաք, վասնզի Քրիստոս ցեզի համար չարչարվեցավ ու ցեզի օրինակ թողուց, որբեսի իր շավիռներուն հետևիկ, որ մեղքը չկործեց, բերնի մեջ նանկությունը չգտնվեցավ, որ գնախադվեր, փոխարենը չեր նախադեր, գչարչարվեր եւ սպառնալիք չեր ներ, հաբա ինքսինք արդարությամբ թադողին գանցներ, որ մեր մեղքերը իր մարմինովը խաչապայտին վրա վերցուց, որբեսի մենք մեղքերեն ազատենք եւ արդարության համար ապրենք, որուն վերքերովը դուք բժշկվեցաք, մասնզի մոլորյալ ոչխարներու պես էիք, բայց հիմա ձեր հոգիներուն հովիվին եւ դեսուչին դարձաք։ Ասկան մեծ շնորհք, ասկան մեծ նվիրում, ասկան մեծ փրկություն Հիսուս արդարը, փանին, սուրբը, երբ որպես անիրա, որպես մեղավոր, որպես քող, որպես չար մարդ գչարչարվի, խաչվի, մեզի եթե քիչմը նեղություն կա, քիչմը հարազատ կա, քիչմը ծաղրեն, քիչմը նախադեն, քիչմը մեր իրավունքեն գործեն, ոչինչ։ Անիրավ դեղ ամեղ դեղ չարչարվիլ հավատացյալին գոչում է Աստծո խոսքը գսե, եթե ադիգա ոչ թե մեր կործած սխալներուն համար է, ոչ թե որովհետև վարբեդը ըսավ, որ 8 ժամ պետք է գնաս, այսօր ես 4 ժամ եմ պակնա և բժիշկենա թուղթ մշինեցի, որ իբր թե իվան թե մի իվան չէի, ապա
իրական ամեղ, ես լման իմ ժամանակը սալդվի, ծառայություն սալդվի, միս բոլոր կորձավորներն առաջ կուկայի, ավելի հավատարիմ գծարայի, բայց նախանցի պատճառով, զիս հալածելու պատճառով, երբ որ մարդիկ զիս գհալածեն, երբ որ զիս կսեմ ես չամ, մեզ ամեն մեկը, ադիգա պետք է մենք որպես շնորհք ընդունենք ադորամար մեծ վարձկա վերջը։ Անավաշխար մարդը չի գրնար ասվիճակին հասնել եւ ասպես ապրել։ Չի գրնար Հիսուսի օրինակին հետևել, գրնա տեսնալ, այո, իրավ է, ինչ հրաշալի կյանք է Հիսուսի կյանքը, բայց ինքը չի գրնար այդ կյանքը ապրել անորպես։ Այսօր եթե մեզ մեվայև մեկունոս մեկը կա եւ Շեյքսպիրեն մեզի գդորմը գարտա, հետո ասե որ հիմա դուք ամեն մեկը դալ Շեյքսպիրի ոճով բան մկրեցեք, նոր քույտ մերեք, դրամամը, բանաստեղծությունը։ Եթե մենք Շեյքսպիրի հանճարը չունենք, եթե ոս 10 օր ալ գնանք, բանը պիտի չի գնանք գնել։ Կամ եթե մեկը Բեթհովենի երաժշտությունը մեզի մտի գնել դա, կամ Խաչատուրյան, հետո ասե հիմա դուք կացեք 2 օր վերջը պետք է ներկայանաք, ամեն մեկը ասորպես ավոր քեղեցիկ երաժշտական գդորմը։ Ես որ արդեն նոտայի կնավ կրետը չեմ հասկնար, բայց հասկացողներն ամեջը, եթե այդ դաղանտը չունիք, ոչ Բեթհովենի վես կրնանք հնարել, ոչ ալ Խաչատուրյանի վես, թեև օրինակը հոն է, որովհետև այդ հանճարը չունի, կամ Ռամբրանտի նկարը, մեկը կողս հոստնե, $62 միլիոն արժող նկարը, ասե հիմա ամերը դալ նկարներ պիտի պաննեք, պիտի հորինեք, նայեք, որ չապ կրնակ նմալիլ, որքան կրնակ կեղեցիկ պաներնել, եթե այդ ցիրկը չունիք, մենք պիտի ծախողենք։ Անաբաշխարը Հիսուսի օրինակին պես չի գրնար ապրիլ, որովհետև անիկա մեղքերու հանցանքներու մեջ մերած է, հոգիով մերած է, բայց հավատացյալը գրնա, հոս է դարբերությունը։ Այսինքն հավատացյալը երբեմն գրնա սխալ գործել, թերանալ, բայց ոչ թե անաբաշխարի պես օրը 24 ժամ մեղքի մասին մտածել։ Գրնա Հիսուսի պես ապրիլ, սուրբ կյանք ապրիլ հոգիով, որովհետև Աստված այդպես կգնգալ է, նոր կյանք ադիգա կնշանակե, Աստուծո կյանք, Աստծո հոգի մեր մեջ ըլլալ, սուրբ հոգիով լեցվի ադիգա կնշանակե, որ մենք գրնանք Հիսուսի պես ապրիլ։ Մեր թշպախտությունն է, որ քիչ մամեդը, քիչ մամենուս մեջ աս բնավորությունը կմտնա, որ Աստված կգնգալ է մեզ ասինք չափանիշի հոգևոր կյանք, մենք այդ չափանիշեն շատ ցած կմնանք մեր առօրյա վարմունքին, կյանքին, խոսքերուն, ապրածին, սկացածին, գարտացածին, այցելածին, բարեկամություն հրած անցերուն մեր հարաբերության մեջ։ Աստված կուզե, որ մենք սուրբ ըլլանք, մեզ գանչողին պես, ոչ թե Արաքյալի մչապ, ոչ թե Հովիվին չապ, ոչ թե Նահադագի մչապ, մեզ գանչող սուրբին պես, այսինքն Հիսուս Քրիստոսի պես սուրբ ըլլանք աս աշխարհի մեջ, երկինքի մեջ մենք այլևս մեր գամքով ընելիք չունենք, հոմ մտնալեն վերջը ամեն բան անկան հեզասահ պիտի, անկան ուրախ պիտի, փորձություն պիտի չլա, ինալ ելլեր պիտի չլա, քժդվիլ պիտի չլա, խնամիական, նյութական, ընկերային, բադիվի հարց, տրամի հարց, արժանապատվության հարց պիտի չլա, հավիտյանս հավիտյանից, սանդերը 5-10 տարի համբերենք Աստծո խոսքին հետևող ըլլանք, հնազանդող ըլլանք, որբեսի մենք դառնանք սուրբ կյանք ապրիլ, ուրիշներուն ալ օրինակ ըլլալու համար։ Միայն մեզի համար չէ, այո, մեզի համար անշուշտ, որ երկինքը մեծ վարձ կա, եթե մենք հոս կրնանք այդ սուրբ կյանքը ապրիլ եւ գրնանք։ Քրիստոսի սերը մեզ գստիբե։ Մենք առաջ մյուսներուն պես։ Մենք ամեն մեկս ընտանիքի անդամ, թրացի, բարեկամ, ասկական, հին ընկեր, նույն քաղաքյան եկած մեր ծնողները, Մարաշեն, Հաջենեն, այնտաբեն, ինչպես որ գուզեք արեք, ամեն մեկս մի քանի 100 ուրիշ հայ գճանչնանք, եւ եթե մեր նկարակիր անոնց պղտանենք, գտնալ անոնք բնական գերբով, մեզ մի ավելիա հյուրասեր են, ավելիա անգերձ են երբեմն, ավելիա խոնար են, ավելիա արադացերությամբ կուդան բարեսիրական միություններ, բայց աբաշխարած չեն։ Եթե չաբաշխարեն, Հիսուսը սապ, ես վախով կգործածեմ այդ բառը։ Ամեն կդալ պիտի գործվիկ։ Ուրեմն ինչ է դարբերությունը, եթե ես աբաշխարած եմ, բայց անոնց կյանքեն մեծ դարբերությունը չի գա, անոնք իմ մեջս այդ դարբերությունը չեն տեսնար, այդ դարբերությունը իրենց վկայություն կլա, իրենց խթան կլա, իրենց օրինակ կլա, որ ասմեզի վեսեր փոխվեցավ, ինչ եղավ, սել իրական բան մգա, որ Աստված կրնա անել, եւ մենք կրնանք Հիսուսի օրինակին հետևիլ։ Անոնք մերած են չեն գնալ։ Հիսուս մեզ գենտանացուց
գենտանացուց, այսինքն կյանք ունենք հիմա թադողություն ունենք, հիմա միտք ունենք, գրնանք հետևիլ, գրնանք ապրիլ, ինչպես որ Հիսուս կուզեր, ճիշտ Աստուծո ուզածին պես։ Հռոմեացիս 8-ը 7-11 համարներն արգարտանք։ Քանզի մարմնավոր խորհուրդը Աստուծո դեմ թշնամություն է, վասնզի Աստուծո օրենքին չի հնազանդիր, մանավանդ չգրնարան, վասնզի մարմինով եւ ողները չեն գրնար Աստուծո հաջողանալ, բայց դուք մարմինով չեք, հապա հոգիով, եթե Աստուծո հոգին ծեր մեջ բնակած է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, անիգա անորը չէ, եւ եթե Քրիստոս ծեր մեջ է, ալ մարմինը մեռած է մեղքի համար ու հոգին կենտանի արդարության համար, իսկ եթե Հիսուսը մերելներն հարուցանողին հոգին ծեր մեջ բնակած է, ալ անիգա որ Քրիստոսը մերելներն հարուց, պիտի կենտանացնե ծեր մահկանացու մարմինները իր հոգիով, որ ծեր մեջ կբնակի։ Սկանչելի վկայություն, մեր առջև տրված սկանչել օրինակ, որ մենք կրնանք իրավ առանց մարմինով քալելու, այլ հոգիով քալելով Հիսուսի նմանիլ այս աշխարհի մեջ, ինք մեզ գենտանացուց աս նպատակին համար։ Քարոզիչը իր պատկամի մեջ մեղքի մասին խոսեցավ։ Եվ խոսեցավ, որ մեղքը որքան լուրջ, որքան ծանր բան մնե։ Եվ երբ որ մեղքի ծանրությունը գշեշտել, անդեղ մտի գնողները մեկը համարձակեցավ ասելու, քարոզիչ մեղքը քանի կիլո կգշրե։ Եվ քարոզիչը ասավ, բարեկամ, եթե մերելին գուրցքին վրա 25 կիլո տնենք, կամ 125 կիլո տնենք, կամ 1 տոն տնենք, դարբերություն չներ, որովհետև պիտի չսկա։ Մեղքը այսօր տոներով կգշրե, կջնշե մարդոց վրա, բայց մեկ լավ է կսե, մեկ բան չունենք։ Մեղքի դակ կհեծեն, գիտեն որ մեղավոր են, գիտեն որ դժոխք կա, կհավատան դժոխքի շատերը, բայց բան չեն գրնարնել, որտեղ մեղքերու անցանքներու մեջ մեռած են, մեղքը ջնշե, բայց իրենց հոգը չէ։ Մենք մեղքերու անցանքներու մեջ մեռած, ինք մեզ գենտանացուց։ Չի գա աշխարհի վրա մեկ հավատացյալ, մեկ առաքյալ, որը ասե, այո, ես ավետարանը լսեցի, բայց ես ուրիշ տեսակ էի արդեն, ինձ գիսեմ, որ ասի ամբայման սուրբ մեկը բիդել նորմը, ես բնավորությամբ դարբեր էի, բնավորությամբ շատ հաջերի մեկն էի, արդեն հավատացյալի վեսա գաբրեի և այլը, անանք մեկ ինքսինքը բիտ չի գրն արդանացնել, աշխարի ամենեն մաքուր գյանք, սրպագրոն գյանք ապրող մարդը, եթե ապաշխարած չէ, անդիգա մեղքերու անցանքներու մեջ մեռած է, մարմնավոր խորհուրդը մահ է, Աստծո խոսքը գսե, անոնք, որ ապաշխարած չեն փրկված չեն, ասիկա չեն գրնալ հասկնալ, չեն գրնալ Աստուծո հնազանդիլ, մինչև որ իրենք հավատան եւ փրկվին եւ անձնական նոր փորձառություն ունենան, նոր ստեղծված, նոր մարդ լան Հիսուս Քրիստոսով, բայց փրկվածը հոգեվոր միտք ունենա, հոգեվոր թադողություն ունենա եւ ադիգա է, որ մեզ գդարբեր է ուրիշներն։ Առաջին Կորինթացիս 1:22-31 գարտանք։ Վասնզի հրյաները նշան գուզեն ու իներ իմաստություն կպնդրեն, իսկ մենք կքարոզենք խաչյալ Քրիստոսը, հրյաներուն կայտաղություն, հույներուն հիմարություն, բայց անոնց, որ գանչված են, թե հրյաներուն, թե հույներուն, Քրիստոսը Աստուծո զորությունը և Աստուծո իմաստությունը, վասնզի Աստուծո հիմարը մարդոցմե ավելի իմաստուն է, Աստուծո դգարը մարդոցմե ավելի զորավոր է, արդարև դուք ձեր գոչումը կտեսնեք եղբայրներ, որ ոչ թե մարմինի կողմն է շատ իմաստուններ եւ ոչ թե շատ զորավորներ եւ ոչ թե շատ ազնվականներ կանչվեցան, բայց Աստված աշխարհիս հիմարները ընտրեց, որովհետեւ ամոթով են իմաստունները, աշխարհիս դգարները ընտրեց Աստված, որովհետեւ ամոթով են զորավորները, եւ աշխարհիս ցադասկիները եւ անարգները ընտրեց Աստված, եւ ոչինչները, որովհետեւ փամ եղողները խափանե, որովհետեւ մարմինը չբարձի Աստուծո առջև, իսկ դուք անգեյեք Քրիստոս Հիսուսով, որ մեզի Աստուծմե իմաստություն, արդարություն, սրբություն եւ փրկություն եղավ, որպես ինչպես գրված է, անոր կբարձենա, դերոճմով թող բարձենա։ Չկա աշխարհի վրա մեկը, որ ասե ես անգան իմաստուն եի, անգան բարի եի, անգան եկեղեցի գերտայի, աղոտ գնեի, ուխտ գնեի, բարեսուրություն գնեի, մադաղ կպաժնեի, որ Աստված ստիպեցավ զիս ընդունել եւ զիս
երկինքի արքայություն մտցնել, ապաշխարության պետք չի մնաց, վիզանդվավ և գրծանցնիր երբեք, Աստված կսպասե, որ մեկը ինքի դակցի, որ այով դեր ես մեղավոր եմ, խոնար սրդով, փած սրդով, մոդենա, զղջա, ապաշխարե, Աստված անոնց կընդունի, Աստված խդրություն չի տներ, ամենը մեղ կործեցին, Աստծո պարկեն բաքսած են, այդ ամենում մեջ քիչերը, թշվախտապար քիչերը, հայ ժողովուրդը ասկան միլիոն է, քանի հատը գխորինք, առանց ջամպաները նեղցնելու, լայնցնելով, քանի հատը գխորինք, որ իսկական վերստինձունություն ունի ապաշխարած է, մեծ ցավ է ասիկա մեր սրդին, Աստծո սրդին անցավ է, բայց Աստված չի գնար իր բնավորությունը փոխել, վերջին բանոսել, որ քանի որ չի մտակ չապաշխարեցիք, բայց վնասությունը երկինքն բարապ տեղ գա, ցեզի կմտցնեմ։ Եթե Աստված մեկ հոգի Փնավ ամմակրություն բիլի չի մտնե, փնավ բղձություն բիլի չի մտնե։ Եթե Աստված մեկ հոգի թույլ տա, ամբողջ երկինքը կգնա նորեն բղձվի, այդ վիրուսով բռնվի։ Անորամար վստահ ըլլանք, որ անոր ապաշխարած չէ, անոր վերստին ծնած չէ, անոր մեղքեր խոստովանած չէ, չի պիտի գտնա երկինքի թակավորությունը ժառանգել։ Նույն գլուխներում մեջ են 2:14-ին 16-ն արգարտանք, երկրորդ գլուխը առաջին Կորինթացիս 14-ին 16 Մասնզի մարդոցմե ով գիտե մարդուն բաները, բայց միայն մարդուն հոգին, որ իր մեջ է, նույնպես Աստծո բաները մեկը չի գիտեր, բայց միայն Աստծո հոգին, և 14-ն, իսկ շնչավոր մարդը Աստծո հոգին բաները չընդունիր, մասնզի անոնք իրեն հիմարություն են, ու չգրնարալ գիտնալ, մասնզի հոգևոր վերբով կքննվին, բայց անոր հոգևոր է ամեն բան կքննե, ինք մեկեն չքննվիր, Քանզի ով գիտցավ դերոջը միտքը, որ անոր խրատ դվող արելա, բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Իմաստուն են, պրոֆեսոր են, հարուստ են, զարգացած են, մի քանի քիրեր կա իրենց անունին յետևը դոկտորա, PhD եւ այլն, ասպաները չեն հասկնալ, բարձ բանվորմը, հասարակ մարդը մեզի վես գահասկնա, գնտունի սիրտը գպանա, Աստծո զավակ կլա, անիկա դագավին փիլիսոփայությունով նարեր բաներ կփնտրե, հարցումներ կացնե, թեր կփնտրե։ Մենք ամեն մեկը ասկականներ, բարեկամներ, հին դպրոցի ընկերներ, կորձի ծանոթներ ունենք, որոնք երբեմն Սուրբ Գիրքը կգարտան, երբեմն ժողովի ալգուքան, բայց հոս չի մտնար։ Եվ գխորին, որ իրենք շատ լավ են, քանի որ խաչ կանեն, գուրցկենա խաչ կախած են, քանի որ նվիրատություն ունեն, քանի որ իրենց հայրը որբանոց չեն դված է, դպրոցի բարերար են, ասպաներով սատանան զրակ կսպաղցնե եւ կզրգվին այդ հավիտենական շնորհքեն, որ Աստված տված է։ Հավատացյալը սուրբ կյանք կաբրի, հավատացյալը բեղջե մեղ կործե եւ մեղքի մեջ շարունակե։ Աստծո խոսքը գսե մեկտեղ ժողովելը չի թողունք։ Այսօր շատ թյուրին է, մեզ մի ամեն մեկուն համար դունի մայրը, կորձ ունի, զավակներ կան, անոնց թասին պետք է օգնե, հավելյալ աշխատանք պետք է աստերամին չէ վարդու գրնակ չկմեղանք դալ, որ ինչու մենք ժողովի չենք երթար կամ գիրագի հազիվ ժողովի երթանք, որպես հավատացյալ կխոսին։ Աստված կուզե, որ մենք մեկտեղ ժողովիլը չի թողունք և երթանք։ Ասոր հագարակ կոմնալ, գա երբեմնալ, շատ ժողովի երթաննա գրնա սխալ ըլլալ։ Այսօր օրինակ մգա աղջիկը, որ հավատացյալ էր, շատ բարի աղջիկներ դամ մեջ, ամեն իրիգուն եկեղեցի գերտար։ Հարցնեն ինչ կա, այսինքն ավետարանչական ժողովի շարք կա, ոչ, երկուշաբթի աղոթաժողով է, երեքշաբթի ընկերային բահ կանցնենք, չորեքշաբթի սերդողություն գնենք, հինգշաբթի օրը գիրակնորա դպրոցի թասերը կպատրաստենք, ամեն իրիգուն բան մգա, եւ ադիգա ընտանիքին վիճակը գխանկարեր եւ մանավանդ ինք ուսանող էր եւ ամեն երկուն ժողովի երթալով թասերուն ժամանակ չէր դար եւ թասարանը գրկնելու ցախողելու նույնիսկ վգայական չառնելու վտանգներ մեջտեղ եկան որքան որ շատ ժողովի երթալը եւ ջույլը լալը ճաշկադիրը միան Սուրբ Գիրք կարդալ աղոթելը սխալ է նույն adեն նաեւ աստծեվով Եթե մեկը իր բարդականություններն զեղչելով միայն ժողովի գերտա, ամեն օր ժողովի գերտա, ադիգա ալգրն Աստծո հաջելիությունն։ Մենք կանչված ենք սուրբ ապրելու եւ ոչ թե ջաշակի հարցը ասիգա հաբա ըստիբում է։ Քրիստոսի սերը մեզ գստիբե։
Այսինքն պետք չի գա որ մեզ ամեն շաբաթ մեկը այցելության կա, ինչ կլահազից կա շաբաթ ժողովի եկուր, ասինքն այդ հարցը կարգադրե, մյուսը, երբ որ Քրիստոսի սերը մեր սիրտը լեցուցած է, մենք ամենամեծ քարոզիչեն, ամենափորձառու հոգևոր քրոջմեն ավելի արագ կմտածենք Սուրբ Հոգի մեզի գսե քնա ասոր սիրտար, ադոր խաթերը դες, եթե պետք է ներողություն խնդրե, բնած չունի, քեզ մե բզդիգը, քեզ մե աղկադը, աստիճանով քեզ մեծած է, դարիքով ալ բզդիգը, բնավ կարևորություն չունի, երբ որ մենք հնազանդենք, Աստված մեզ պիտի կործածե, ցեզի կվստահեցնե, որ այդ ուրախությունը որ գա, երբ որ գիտես, որ սիրտդ փերմը իջավ, այդ անցինետ շտկվեցար, ներողություն խնդրեցիր, ներեցիր, ինչ որ է, մեր հոգևոր կյանքը մեծ թափ կստանա։ Քրիստոսի սերը մեզ գստիվե մենք Աստծո զավակ ենք, թագավորի զավակ ենք, թագավորի վայել կյանք պետք է ունենք։ Այսօր աշխարհի ամենեն հասարակ թագավորները անգամ գիտեն որոշ պրոտոկոլ մգա։ Գիտեն թե ասինչ օրը պետք է ասինչ հագուստ հագնի, նագարակ որ այդ հագուստը հիմա ուրիշ մեկը չի հագնի, բայց անկլյոթակույն պետք է այդ հագուստը հագնի, այդ գլխար գտնի, այդ քույն հագուստը տնի։ Ինքը չորոշել ասում։ Հանցնախումբ կա, որոնք որոշեն, ասինչ դոնին համար դու ասպես պետք է հագնես, դու թակուի ես, ամբողջ աշխարհը քեզ պիտի դե։ Ասինչ ժամուն պետք է հոնելաս, այս ժամը մեզ հարցնե շարական, չես ջաշեն վերջը 1 ժամ կբարգեմ։ Եթե թակուի ես, թակավոր ես, այդ օրը բարգել չի գա, այդ օրը ջաշուդեն ալ չի գա։ Ասինչ տեղը պիտի երթաս, մարդիկ պիտի նկարեն քեզ, պիտի կան ցերկդ պիտի համբուրեն։ Եթե մարդ կորեն մեր թիրքը կփոխենք, մեր ճաշտոնը բայրու համար։ Ուր մնաց որպես Աստծո զավակ, երկինքի թագավոր Քրիստոսի հարց, մենք մեր անձնական փորձառությունները, իմ սիրտս ասան կուզեց, ով է այդ երինգու խոսողը, անդային շատ բան չեմ արներես, չեմ կար, միշին չեմ կար, կսկսենք մենք մեզի նիշ տնել, քարոզիչներուն, ժողովներուն, եկեղեցներուն մեջ խտրություն տնել երբեք։ Ուր Աստծո զավակներ կհավաքվին, Աստված մեզի տրած է, հոն հավատարիմ պետք է մնանք, որպեսզի գարենանք թագավորի կյանքը ապրիլ։ Մտադենք, ինչ մեղքը գտադենք, մեղքը գվերցնենք մեր կյանքերուն մեջ են եւ սրբության յետևե գլանք։ Այսինքն չենք ասել, երկու հոգի եկացի ներողություն խնդրեցի, ուրիշի մնան ներեցի, հիմա սիրտս հանգչեցա, 1 տարի արևս ասանք հարց չի գա։ Տուն անոր ներողություն խնդրես, միշին գներես, երկու օր վեճ ավելի մեծ խնդիր մգելը։ Սատանա մեր շուրջն է, ամեն վարգան գուզե մեզ փորձության մեջ ցկել, ամեն անգամ նույն ծավով հաղթական բիդլանք Քրիստոսի սերը, որպեսի հիները անցնին ամեն բան նորը լա մեր կյանքի մեջ։ Քրիստոսի սերը մարդը կփոխե Սուրբ Հոգիով։ Աստված Հակոբը, Խապեպա Հակոբը արավ Իսրայել արավ, իշխան արավ, ժողովուրդներու իշխան արավ։ Սիմոնը, ծգնոր Սիմոնը Պետրոս եղավ, Պետրոս Արաքյալ եղավ, այսօր եկեղեցի ամենամեծ սուրբերեն մեկն է։ Սողոսը, հալածո թշնամի, ուր որ հավատացյալ գա, գփռներ, գդաներ, մերցներ, փանդ գտներ։ Բողոս եղավ, իր գլուխն ալ վրա դվավ այդ հավատքին համար։ Ասե անվիճակը, որ երբ որ Քրիստոս մեր մեջ գաբրի, Քրիստոս իր կյանքը գաբրի։ Մենք գզարմանանք, ես մինչև ասինչ օրը ասանք չղային է, ասպես էի, այդ մարդուն հետ խոսիլ չէի ուզեր, մյուսի մասին գծիծաղեի, հիմա հանգած փոխվեցա, փամ եղավ իմ մեջս, իմ մասից չեմ խոսիր, ամեն մեկս մեր մասին կխոսենք հիմա, որ հանգած այդ մարդը ինձ սիրելի երևցավ, հիմա բարեկամի վես է, եղբայր է, քույր է, քացի հաշտվեցա այդ, ինչ ուրախություն կա մեջս։ Մենք ինչու երբեմն դարիներ գտևեմ, ինչե որ մեկուն այդ քիչ մշտկվենք, անալ բավական մեծ ստիպում իլակ, երբեք Քրիստոսի սերը մեզի գոքն է, որ ասպես մեր կյանքը նման փոխվի, արդակինով փոխվի, ներքինով փոխվի։ Բնական մարդը իր բնությամբ մեղավոր է։ Չգրնար ինքսինքը բարելավել եւ Աստուծո ուզած այդ վիճակին մեջ բերել, ինքը իր կամքով, իր որոշումով։ Լման նոր կյանք պետք է եւ ադիգա նոր ծնունդ, նոր բնություն, այսինքն վերստին ծնունդ, այսինքն ապաշխարություն, այսինքն անհատը ինք իրեն համար Աստուծո արչև գնա, ծունգիկա, աղոթե Հիսուս Քրիստոսը իբրև իր անձնական փրկիչը ընդունի։ Գսենք մեղքի մասին խոսեցանք, մենք անանք կարնենք, որ
մանուկները անմեղ են, մինչև որոշ տարիք աստվածապաններ, հոգեբաններ որոշած են, որ մինչև 4, 5, 6, 7, 8 գահանեն երբեմն ավելիալ, որ այն մանուկը պատասխանատու չէ, անմեղ է, բամը չի գա, մեղ չի կործել, եթե սխալ արեն է, երկինքը կընդունի, անոնք որ շատ փարագին պետք չնայինք։ Քարոզիչ մգար, երբ որ աս մեղքի հարցը եկավ, ասավ որ ես դունը ասավ 9 ամսվա բեբեք մունինք, աղջիկ բեբեք մունինք, և անեգա մեղ կկործել, ամենը անալ կարուզիչին բեբեկը 9 ամսվա մեղ կկործել, սիրեղմար, ինչպես կլա ադիգա, սավ որ շատ ավոր անուշիկ աղջիկ մնեսավ, բայց մադը գծիձե, սովորություն ունի, մադը գծիձե, իրենք աշխարհիկ բան գնեք, բզդիկ մտաթիկը գհանեք, բան գնեք, բայց երբ որ առանցին է, մադը հոն է։ Իրեն երկ մսորվեցուցինք, մանգական երկ մնե, ընսի ֆոն, բզդիկ բաները, բուբրիկներ ինչպես կնեն, և at երկը մադը շարժելով է, և աս բզդիկ աղջիկը 9 ամսվա, օրորոցի մեջը, անգողինի մեջ, հյուր չիգա, շարունակ at երկը գերք է, հյուրերուն ալ գերքենք, առանցին ալ գերք է, մադը ասանք շարժելով։ Օրմը հայրիկը կախնի իր սենյակը մտավ, անագնգալ, և նայեցավ, որ մադը պերանի մեջ է։ Ինչը որ մոդեցավ, բզդիկ աղջիկը դեսավ, գամացրու մադը հանեց և սկսավ։ Բզդիկ աղջիկ, բաբան խապելու ելած է, 9 ամսվա, ով սորվեցուց իրեն։ Անանք որ բզդիկ մեծ չի գասիրորիներ։ Ամեն մեկս at փորձության ենթակա ենք, բայց եթե լման նվիրվենք, մենք պիտի գրնանք մեղքին վրա հաղթական լնալ, որովհետև մեղքը մեր արունի մեջ է, միայն Հիսուս կրնա փոխել, հաղթել, մաքրել։ Աստուծո սիրով լեցված մենք կրնանք մեղքին թադել, մենք թադել մեղքը մեր մեջ, չսպասենք, որ թուրսեն մեկը մեզ ցուցունե։ Մենք ամենք սա շատ լավ գիտենք, մեր մտածումով, մեր գարտացածով, մեր մտածումներով, մեր այցելությունով, մեր ասինչ, անինչ, միսին, անցին մասին բռնած դիրքով, որ Սուրբ Հոգին է, թե ոչ մարդկային է, թե ոչ իմ եսիս համար է, թե ոչ որտեղ ասանք բամը իմ մասից լսեր եմ, չրայնացել եմ, ադորթեմ թշնամություն կամ մեջս կամ նույնիսկ ադելություն, երբեք։ Թող Քրիստոսի սերը մեզ ստիպե, որ սուրբ կյանք ապրենք, որ ամենուն ներենք, որ ամենեն ներողություն խնդրենք, որ պետք է, անադեն մենք ուրախ կյանք կրնանք ապրիլ և ուրիշներուն ալգրնանք վգայություն լան։ Քրիստոսի հետ առակյալքսե խաչը ելա, ալ գենտանի են ոչ թե ես, այլ Քրիստոս իմ մեջս։ Այսինքն, երբ որ մեկը խաչը գելա և գմերնի, Ալևս անմերնել են վերջ եթե երթան երկուատ ապտակ սարնեն, թուն արդեն կեշ մարդ մնե երսեն, վերջացավ, մերած է, ատ իմաստով մենք ինքսինքնից մերած հաշվենք, որբեսի Քրիստոսի սերը մեր մեջ երևնա հաղթական կյանք ապրենք։ Մենք փնությամբ, ժառանգությամբ մեղավոր ենք, մենք մեր ընդրությամբ ալ մեղավոր ենք։ Եթե ընենք, ասենք, որ մենք մեղք չունենք, Աստծո խոսքը գսե, մենք զաստված սդախոսանած կլանք և մենք սդախոս կլանք։ Այսինքն Աստված գսե ամենը մեղավոր են, մեղք կործեցին և մեկը գսե, որ չէ, ես բնա մեղք կործած չեմ, սուտ խոսած կլամ։ Եվ մենք մեր մեջ գիտենք, որ երբ ճշմարտություն կխոսենք, երբ սուտ կխոսենք, երբ սխալ բան կխոսենք։ Ուրեմն մենք ընդրությամբ մեղավոր ենք և Աստված մեղքին փարգացած է մինչև վերջ։ Մենք Պողոս առաքյալի պես պետք է մենք մեր անձերը թադաբարդենք, իր անձը ջնշել, որպեսզի հինը մեռնի և նորը ապրի մեր մեջ։ Եփեսացիս 3:16-21 գարտանք։ Գաղաչեմ, որ դա ցեզի իր парքին ջոխությանը չափովը զորությունով աստատվիլ իր հոգիովը ներսի մարդուն մեջ, որբեսի Քրիստոս հավատքով ձեր սրտերու մեջ բնագի, դուք սիրով արմատացած եւ հաստատված ըլլաք, որբեսի գարենաք հասկանալ բոլոր սուրբերուն հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը ու երկայնությունը եւ խորությունը ու բարձրությունը, այսինքն ճանչնալ Քրիստոսի սերը, որ գիտութենե կերազանց է, որբեսի լցվիկ Աստուծո ամեն լորությունով, արտանոր
որ կարող է արադությամբ պնել ամեն բաներն ավելի զոր մենք կխնդրենք կամ կխորենք այն զորությունով, որ մեր մեջ կներկործվի իրեն փառք եկեղեցի մեջ Քրիստոս Հիսուսով բոլոր տարերուն մեջ հավիտյանս հավիտենից ամեն հոս խոստում մգա որ մարդ կորեն ան երևակայելի է Աստված ամենագարող է արադությամբ կնե ամեն բաներն ավելի որ մենք կխնդրենք մենք երբեմն բաներ կան որ չենք խնդրել որ դա գիտենք որ չլար Այսվեցեք որ հանգարց ոց մեկը ասե որ $2 միլիոն պետք ունի եթե բոլոր եկեղեցին հավաքենք 2 միլիոն չլար մեկը անբուժելի վատություն ունի եւ բժիշկները ասած են որ հույս չի գա Աստված կրնա անբուժելին ալբուժել Աստված կրնա 2 միլիոն չէ $4 միլիոն աղերգել եթե իր գամքին մեջն է բաներ որ մենք մեր միտքեն չանցնի որ իրավ Աստված ասիգայալ գրնանել իրավ Աստված ասմեղավորնա գրնա բրգել այդ չար մարդը որ ինձի չարություն գնե գրնա փոխել այո Աստված գրնա մեր խորածեն խնդրածեն ավելի ալգնե Ադոր համար մենք միայն պետք է հոժարությամբ փառք տանք Աստծո եւ իր անունը փառավորենք որ ասանք Աստված մունենք որ մեր կյանքը ամբողջությամբ կրնա փոխել եւ մեզ իր փառքին արժանացնել Աստծո սերը կստիվե բայց Աստծո սերը գիտութենե ավելի քերազանց է եւ այդ սերը երբեմն մենք որ մտածենք իրավ չենք հասկանում Այսինքն ինչու Աստված 7 միլիարդ մարդ կա եւ ամենն գսիրե ճուզեր որ մեկը գործվի բայց ինչու տուն բրգվեցար մյուսը բրգվեցա մյուսները չի բրգվեցան երբեմն գնայեմ ես իմ ընկերներուս անգեր ձորեն գսեմ բժիշկ բարեկամ դպրոցական ընկեր ասկական Փնությունով, խառնվածքով, նկարակրով ինձ մեջ շատ ավելի մաքուր, բարի, ազնիվ, խոնարհ մարդիկ են, բայց ապաշխարության մոդեն չեն անցնի Ինձի ցավ է, մեզ մեկուն ցավ է, մենք ամենս ասվիճակներ ենք անցնի Ուրեմն, երբ որ Աստված մեզ գխոսի, չի հետացկենք, ասի մեծ շնորհք մնե, ընդունենք շնորհքը Աստծո սերը քերազանց է, գրնալա չի հասկանանք աստվածաբանական իմաստը, բայց փորձառությունով գիտենք անոր մեջ հաստատ կնանք Մենք խաչին նայենք, խաչին վրա մենք կտեսնենք Աստծո սերը Աստված սիրեց աշխարհը, դվավ իր որդին Իր միածին որդին մեռնելու դվավ ոչ թե արգածով բռնվեցավ չգրծավ փախելերյաներու մեջ են բռնեցին շատ էին զինք հանգած կապեցին երբեք Հիսուս խաչին վրա են գնալ ովևէ ժամանակ խաչեն արիչնալ բոլոր կողքոտայի վրա գտնվող հրեաները իրենց ռաբբիները իրենց առաջնորդները զինվորները բոլորը կեդինը բրել 7 միլիարդ մարդ կա այսօր աշխարհի մեջ Ուրուցիկ ցավով չեմ ասել, եթե Աստված որոշե ուզե 7 միլիարդն այսօր հանգարց գրնամ են բան վերջանալ։ Աստված մեկեն հրաման պիտի չառնի, երբ ամենագարող գսենք, ամենագարողը մենք չենք գնալ Երևանայել, ոչ թիվով, ոչ ժամանակով, ոչ կարողությամբ, ամենագարողը նշանակի ինչ միտքեդ կանցնի, բոլոր օվկիանոսները չորնա, բոլորն գրնա չորնան, բոլոր սանինները վաղ ելնակ որ սանին չի գա, գրնալան որ սանին չի գա, Աստված լերները շինողը մեկ խոսքով գրնա նաև դեղափոխել։ Աս ահավոր մեծության արչև մենք Աստծո հետ հաշիվի վիճ չնստենք, հաբա իր շնորհքը բիդենստունենք, որ իր միածին որդին գրգեց, մեր դեղը մեռնելու չափ հոժարեցավ, աղկադացավ, որ հարուստ լանք, Աստուծո լեցունությամբ լեցվինք։ Աստորեցունությունը օվկիանոսեն ավելի մեծ է, ընդարձակ է, լայն է, երկերու մեջ ագերքենք, լայն է, խորունգ է։ Եթե օվկիանոսի մասին խոսենք, և մեկը օվկիանոս պնավ դեսած չէ, և ասենք, որ օվկիանոս գա, որ 2000, 3000, 4000 կիլոմետր բիդերտաս տեր օվկիանոս է, ատքան հեռավորություն, ատքան տարածություն և ատքան խորություն, խաղաղական օվկիանոսի մեջ խորունգ տեղեր կան, որ Էվերեստներ եթե առնենք մեջը տնենք, դակավին վրան դեր կմնա, ճուրինդակ կմնա Էվերեստը լման, եթե վերցնենք և զովում մեջը տան։ Այսինքն Էվերեստ որքան բարձր է, օվկիանոսը անգե ավելի ալ խորունգ տեղեր ունի։ Աս ընդարձակ դարածությունը մարդ կորեն դժվար երևակայել։ Եվ եթե օրը մեկը կա այդ մարդուն որ դունը նստած է, որ օվկիանոս չի գիտեր ինչ է, մեկ շիշ Pere, se ինչ է, ասիգա խաղաղական օվկիանոսն է։ Մեկ շիշը խաղաղական օվկիանոս չի գրնալ ներկայացնել։ Աշխարհի բոլոր շիշերը բերենք, դժվար է որ կարենա կովկովի հավաքել օվկիանոսին ջուրը։ Սուրբ Հոգին
ճիշտ ասպես մեզի գլեցնե չափով չէ, սահմանով չէ։ Ոչ ալ աստիճանապար է։ Մենք շատ անգամ անանք աստիճանապար, ապրանք մուգնես, ամեն ամիս քիչ մուգդաս, 10 տարի վեց քեզի գն արդեն մաշանձը։ Սուրբ Հոգին պատրաստ է, ներկա է, ինչպես որ Պենտեկոստի օրը եղավ, ադի շարունակություն է, մեկ անգամ էլ արիք բամը չէ։ Սուրբ Հոգին ամեն օր գրնա մեզ լեցնել, ամենս գրնա նույնադեն լեցնել, անհատ լեցնել, եւ մեզ լեցուն բայել շարունակ, եթե հնազանդ լանք իրեն, եւ Սուրբ Հոգին մեր ցերկը կորձիկ որպես չի կորձածենք։ Այսինքն ես հիմա Սուրբ Հոգին ունիմ, ուրեմն գրնամ մեկուն հանդիմանել, մեկուն գրնամ ասանկնել, վնաս տալ, որտեղ Սուրբ Հոգին իմ կապլիցի։ Սուրբ Հոգին մեզի թադողության համար չէ որ գլեցնե, մեզի սուրբ կյանքի համար, խոնարհության, սրբության, ավետարանչական հոգի ունենալու համար, հոգիներու համար ցավ քաշելու համար, սուրբ կյանք ապրելու համար է որ գլեցնե։ Եվ մենք անժամանակ գրնանք Հիսուսը որպես փրկիչ վկայել։ Խաչին նայենք կտեսնանք Աստծո սերը, Հիսուսի տված զոհողությունը մեզի համար աղքատացավ, որ մենք Աստծո լեցունությամբ լեցվենք եւ ուրիշներն ալ գանչենք ասմեց փրկության, որ գարնանք Աստծո փնության հաղորդ լալ, միշտ հիշելով, որ ինչ բանի համար որ գաղութենք հավատքով գարնենք եւ մեր խորadzեն խնդրածեն ավելին ընելու կարող Աստված ունենք։ Այսօր շատ հավատացյալներ կան, որ դժբախտաբար մարմնավոր կյանք ապրելու ընթացքին մեջ են։ Այսինքն գրիվ կա, այսինքն նախանց կա, այսինքն բարդություն կա, այսինքն ադելություն կա, այսինքն մարմնավոր կյանք կա, որ Աստուծո հաճելի չէ, հավատացյալին կյանքի ուրախությունը լման գխել է իրմե եւ ուրիշներուն քաթագություն գլա։ Ամենս ալ դարբեր երկիրներ կացած ենք, գարցնենք հավատացյալի մասին, թրացիները կամ ուրիշ հավատացյալներ մի արցներ։ Ինչ կա, որովհետեւ Սուրբ Հոգի բդուղներով լեցուն կյանք չէ, այլ քաթագության կյանք կա, հավատացյալի անուն եկեղեցիալ կա, հաղորդություն ալ գարնե։ Աստված ծաղր չլար սերներ։ Աստված գուզե ամեն մեկս պատրաստ լինենք, ամեն մեկս ամենաբզդիկ մեղքին համար անմիջապես ներողություն խնդրենք եւ թույլ չի տանք։ Մենք սրբության կանչված ենք։ Սրբության չափանիշը քարոզիչը չէ, փորձարու հավատացյալը չէ, ընտանիքին երեցը չէ։ Ամենս այո իրար մի օրինակ կառնենք լավ բաներու մեջ։ Չափանիշը մեզ կանչող սուրբին մեզ։ Այսինքն Աստված գուզե մեզ իր սրբության մասնագետ դարձնել։ Ադոր համար մենք մեզ տադենք։ Ամեն մեկս մենք մեզի տադենք, խոնարհենք, խոստովանենք, հավատանք, հնազանդենք, Աստծո սերը ջաշագենք։ Մեկը եթե մեկ անգամ Աստծո սերը ջաշագե լման խաչին իմաստով, սրբության իմաստով, Սուրբ Հոգի լեցվելու իմաստով, ալևս անցը չի գտնալ ետ թարնալ եւ նորեն նախքին արորյա խերջ ու գրակ կյանքին որ ապաշխարած է երկին կերտապած ոչ օրնություն գլա, ոչ օրինակ գլա, ոչ նվիրում գա, ոչ ծառայություն գա, ոչ։ Մենք կանչված ենք այդ բարձր վերին գոչումին, որ Սուրբ Հոգիով լեցված Քրիստոսի սերը մեզի գստիբե, որ աս աշխարհի մեջ սուրբ կյանք ապրենք։ Ցեզի կվստահեցնեմ, այդ ուրախությունը պիտի հորտի մեր կյանքի մեջ եւ օրնությունը պիտի բազմապատկվի, մինչեւ Հիսուսի քալուստը, եթե մենք մեր լսած, գարտացած բաներուն, առանց փիլիսոփայության երթալու, առանց ինչու այդպես կրնա ալլա լսելու, Աստուծո խոսքն է, Աստուծո խոսքը բոլորը Աստուծո խոսքն է, բոլոր գիրքը Աստծո շունչն է, մենք այդ շունչին պետք ունենք, որպեսզի մեր սխալները տեսնենք, թարմանենք, մեր սիրո բագասը տեսնենք եւ սիրո կյանքը ապրենք այս աշխարհի մեջ եւ ադիգա մեծ օրհնություն բիդլա մեզի մեր շուրջիներուն եւ Քրիստոսի անվան փառք եւ պատիվ բիդի բերենք ամեն